Ցույց տվեք, ասեք էս գոնարմավիրի կուրսը բարձրեք։ Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը Հայաստանի գյուղերում շատերին է երկընտրանքի առջև կանգնեցրել, գնալ թե չգնալ արտագնա աշխատանքի։ Արմավիրսի Խասեմ Աղայանն աշնանն է վերադարձել Ռուսաստանից։ Մի քանի ամսվա աշխատածից, սակայն գրեթե ոչինչ չի մնացել։ Հազիվ պարտքերն է տվել ու մնացել դատարկած ձեռն։ Ես ընդհանրապես բացառ գործ եմ անում, ասենք տուն է շարում, էլի։ Ես ընդ աշխատում եմ, խոսքի իմ ամսական աշխատավարձը լինում է 50,000։ Վերստե արդեն փողը հեչ էր, զիբիլ էր։ Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի մեկնող արմավիրցիներից շատերն են Խասեմի պես մտափոխվել։ Չեն գնա, քանի դեռ ռուբլին չի կայունացել։ Հա, անցած տարի չեմ գնացել։ Ինչու՞։ Որտեվ կուրսը ցածր էր։ Չարժե հասնել։ Չարժեր, այո, ըստեղ էլ, եթե աշխատանք կներ, ըստեղ նույն աշխատավարձը դու կառնեիր։ Ասենք, եթե ծախս անես, գնաս հասնես աշխարհի ծեր, ընդդից հետ գաս այդ նույն ծախսով, հավասարը ըստեղի 100,000-ին, 100-150,000-ին։ Հիմնականում եթե այստեղ աշխատանք Ավելի լավ է մնաս, այո, քո երկիր, քո ընտանիքի հետ, աշխատանքների ոչ մի չի տա։ ասենք կուրսը, եթե այսօր 6,000-ին, ինչքան 6,000 փող են տալում ռուսականի։ 1000 ռուբլին 6000 փող են տալում։ Որպես ինչ դուրս գաս։ Երկու անգամ համարյա իջելա, չէ՞։ Դու երկու անգամ երկուսից է մի բան ավել։ Ես իմ կվադրությամբ ունեմ ընդ 200,000 ստանալ։ Այս այսօր ինչ Գրկում են անում, դե կամանց, բայց ումա պետք է։ Արմավիրցի Հարություն Հարությունյանի որդին գումար էր ուղարկել, հայրը սակայն նեղ սրտած էր, թե դրամի վերածելուց հետո այն գրոշել չարժե։ Հարությունը բանկ էր շտապում գումարը ստանալու։ Ռուբլին ցածր է։ Գնում ես փող ստանալ։ Գնում եմ փող ստանամ։ Ինչքան է եկել, ինչքան կորուստ կլինի։ Իրապես կորուս կլինի, պատկերացրա, որ 30,000 ուղարկի, անմա 18,000, 360,000, 18,000 ես դուժ, 150,000 դուժում եմ, մեռնեմ ալևի։ Ազատ ժամերը թղթախաղով անցկացնող արմավիրցի տղամարդիկ ասում են, որ ռուբլու արժեզրկումն իրենց վրա ավելի է ազդել, քան հեռավոր Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պայմաններում բնակվող հարազատների։ Այսօր հիմնական մեր գյուղացին կախված, մեր գյուղի մասին է խոսքը, կախված է ռուբլուց։ Այստեղ որ մեկը դասից ուղարկում են փողերը, մեկը բարեկամա, մեկը քեմիա, մեկը շրջանառ, ղրկումա որ ասում եմ, ռուբլին չի անում 60,000, ասում եմ 32,000 փող է անում։ Ինքը 60,000-ի բանով է ուղարկել, ռուսաստանցի է։ Գինը, փողը գինը ջուր է, ինչ գրկում են, ինչ։ 10,000 տարա, 10,000 տարա, մանդրի, 60,000 փող։ 60,000 ռուբլ։ Ընդ տանջում ես դե կոպեկները ստանում։ Տարիներ շարունակ մարզի միրգն ու հատապտուղները Ռուսաստան արտահանող Մհեր Հարությունյանն ու Անդրանիկ Եղիազարյանը պնդում են։ Ռուբլու արժեզրկմամբ նաև այս ճանապարհն է փակվում։ Ախպեր այդ գիլազի սեզոնին թող բարձրեն էլի չցնեն ինչ անում են անել, գիլազի ծիրանի։ Օբշի գյուղացիների վնաս կա։ Այս մարդը մշակում է բարատանուտա տալը, որ թանկ ծախի, չէ։ Բարատանուտը 6,000-ով առնում է, տալում է 300 դրամով, ձեր չի տավ, իրանց էլ ձեր չի տավ։ Ջրի հողի հարգերը տալում են, իրանց ոչ մի բան էլ չի բանում, ապցալուտն է։ Վարկերը փակում են, իրանք զրոյի վրա նորից դստում են։ Փակում են, կարողանում չեն կարող փակել։ Իսկ եթե 1000-ով, 1200 դրամով, 1500 դրամով մենք արտահանում ենք, այդ դեպքում գյուղացուն ձեռ է տալում։ Հա։ Առնվազն մենք ստեղից այս կուրսով պետք է տանենք 300 դրամ գիլազը, որ մեզի ձեռ տա։ Այգեգործությամբ հարուստ Արմավիրի մարզում նշում են, եթե կառավարությունը աջակցեր գյուղացուն, հնարավորություն ունենային ողջ բերքն իրացնել Հայաստանում, Ռուսաստանի մասին չէին էլ մտածի։ Բերուտ տվել ենք, ասենք 700 դրամ, ֆուրերին 500, 700, Մոսկվան սամալյոտին 1000 դրամ, այս տարի պարզա, որ սաղս էլ չենք իմանում, ինչ պետք է գտնի։ Կենտրոնական բանկի տվյալներով Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական միջոցները 2015-ի տարեվերջին 14-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 20 միլիոն դոլարով։